Ողջույն։ Արդեն 3 օր է փետրվարի 28-ից սկսած պատերազմ է մեր հարևան, բարեկամ, ռազմավարական գործընկեր երկրի դեմ, եւ այն տարածում է ստանում։ Հունվար ամսին Իրանում հրահրված բողոքի ակցիաները, զանգվածային բախումները ավարտվեցին դրանց հետևում կանգնած պետությունների պարտությամբ։ Նրանք նշում էին, որ նպատակը Իրանում իշխանափոխությունն է։ Փետրվարին սկսեցին ամերիկա-իրանական բանակցությունները միջուկային թեմաներով, սակայն ամերիկյան պահանջները բավականին շատացան, հասնելով մինչև իշխանափոխության պահանջի։ Շաբաթ օրը ամերիկյան եւ իսրայելյան ուժերը սկսեցին հարվածները։ Թե ինչպիսի ավերածություններ են տեղի ունենում, տեսել եք։ Չնայած նշեմ, որ համացանցում արհեստական բանականությամբ կամ տարբեր վայրերում պատերազմներից տեսարաններ են վերաթարմացվում եւ պատկերների առումով իրականը ու կեղծը խառնվել են իրար։ Իսրայել-ամերիկյան հարվածների թիրախում առաջին հերթին ռազմական օբյեկտներն են, բարձր պաշտոնյաներն են։ Զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին, նրա ընտանիքի անդամներ, պաշտոնյաներ, բազմաթիվ քաղաքացիներ։ Վերջին 2 ամսում տեսանք արդեն երկրորդ դեպքը, երբ Ամերիկայի Միացյալ Նահանգները թիրախավորում է պետության ղեկավարությանը։ Վենեսուելայի դեպքում գերի տարան, Իրանի դեպքում սպանեցին։ Թրամփն ասում է, մենք արդեն տեսնում ենք, ով պետք է լինի Իրանի ղեկավար, այսինքն իր թեկնածուին է պարտադրում։ Ըստ ամենի, նրանց նպատակն է գլխատել ղեկավարությանը, իրանցիներին հանել բողոքի եւ փոխել այդ երկրում ղեկավարներին, կառավարման համակարգը, իշխանության բնույթը։ Նպատակն է իր ուզած իշխանության հաստատումը, իր դրածոյի, այսպես ասած, եւ Իրանի ռեսուրսներին, հատկապես նավթային, տարանցման տիրապետումը։ Իհարկե, չենք տեսնում Իրանի ղեկավարության գործելավոճում որևէ վախ, ընկրկում, հնազանդություն։ Եկեք հանձնվենք, որ պատերազմը ավարտվի արտահայտություն։ Ասել են, ամերիկյան կողմի հետ բանակցությունները ավարտված են։ Մենք չենք հրաժարվելու ուրանը հարստացնելու իրավունքից, մենք վրեժ ենք լուծելու մեր գերագույն առաջնորդի համար, մեր երկրին հարվածնելու համար։ Իրանը բալիստիկ հրթիռներով, անօդաչու թռչող սարքերով հարվածներ հասցրեց Իսրայելին, մի շարք երկրներում ամերիկյան ռազմաբազաներին է հարվածել, Քուվեյթում, Բահրեյնում, Իրաքյան Քուրդիստանում, Հորդանանում, Կատարում, Միացյալ Էմիրություններում, Օմանում, Սաուդյան Արաբիայում, նավահանգիստներ, ռազմաբազաներ, նավթային համալիրներ, օդանավակայաններ, հյուրանոցներ եւ այլն։ Իրանը փակել է Հորմուզի նեղուցը, որով համաշխարհային տնտեսական առևտրային խնդիրներ է ստեղծում։ Ինչ է տեղի ունենում Իրանում, բնականաբար, վստահաբար բացասական հետևանքներ է ունենալու Հայաստանի համար։ Որպես առաջին հերթին հարևան պետություն, տնտեսական լուրջ խնդիրներ են սպասվում։ Հայաստանն ունի 4 հարևան պետություն, որից 2-ի հետ սահմանը փակ է։ Մնում են Վրաստանը եւ Իրանը։ Վրաստանում արդեն 20 օր է լիքը հայկական բեռնատարներ են կուտակվել, կամ մայականորեն չեն թողնում նրանք անցնեն Հայաստան։ Ու չի կարողանում կառավարությունը դրա հարցը լուծել։ Իրանի հետ էլ պատերազմի պատճառով ունենալու ենք շատ վատ ոչ կայուն կապ, այսինքն պարենային, էներգետիկ, լոգիստիկ եւ այլ լուրջ խնդիրներ կունենանք։ Հնարավոր է գնաճ, հնարավոր է ներկրվող որոշակի ապրանքատեսակների բացակայություն։ Չի բացառվում, որ պատերազմի շարունակության դեպքում Հայաստանի տարածքը եւս վնասներ կրի որպես հարևան պետություն։ Հաշվի առնելով Իրանի ու Միացյալ Նահանգների միջև թշնամական հարաբերությունների նորացումը եւ Հայաստանում Ամերիկայի հետ հակաիրանական նախագիծը, չի բացառվում հայ-իրանական հարաբերությունների վերանայում բացասական տեսանկյունից։ Ամենակարևորներից է, որ պատերազմի երկարաձգման դեպքում ավելի քան 90 միլիոն բնակչություն ունեցող Իրանից մարդկանց արտահոսք կլինի։ Նրանք գալու են Հայաստան, Ադրբեջան, օկուպացված Արցախ, իսկ Իրանից բնակչության 1/4-ը թուրքախոս ադրբեջանցիներն են։ Իհարկե չի կարող այս պահին ոչ մի փորձագետ ասել, թե ինչ կլինի։ Հավանական սցենարները բազմաթիվ են։ Դա թողնենք մասնագետներին։ Բայց մենք տեսնում ենք Հայաստանի իշխանության անտարբեր, անպատասխանատու գործելավոճ։
Նախընտրական քարոզարշավ են անում Իրանում պատերազմի առաջին օրից։ Պերաշկի ու նարդի շոու։ Բոլոր են անձինք, որոնք պետք է այս պահին քիչ սրբելու ժամանակ չունենային, վարչապետ, պաշտպանության, էկոնոմիկայի, արտաքին գործերի նախարար աշխատողները շոուներ են անում։ Մի 20 օրը ինչ տարբեր երկրներ իրենց քաղաքացիներին կոչ են արել Հայաստանի տարածքով դուրս գալ Իրանից։ Դուք տեսել եք Հայաստանի Հանրապետության արտգործնախարարը իր քաղաքացիներին կոչ անի դուրս գալ Իրանից։ Հիմա էլ ռազմական գոտիներից Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տարհանելու փոխարեն արտգործնախարարությունը կոչ է անում հետևել անվտանգության կանոններին։ Եգիպտոսում պատերազմ չի հիմա, բայց Ռուսաստանի Դաշնության նախագահը այնտեղից իր քաղաքացիներին տեղափոխում է իր երկիր։ Շաբաթը մի քանի ինքնաթիռ մարդ է գնում Հայաստանից Եգիպտոս։ Ինչ են ձեռնարկում սրանք։ Տեսել եք Նիկոլը Արարատ Միրզոյանը ինչ որ արտաքին ակտիվություն ցուցաբերեն։ Զանգեր, քննարկումներ, միջնորդական առաջարկներ, չէ՞ ինչ եք ասում։ Իրանի 4 տասնյակ ղեկավարի սպանել են։ 2 օր հետո նոր Նիկոլենք ցավակցություն են հայտնում։ Հələ այս ինքնիշխաններին տեսեք։ Անկամ վախենում են, որ օրինակ Թրամփը ջղայնանա։ Անկամ եթե դիվանագիտություն, քաղաքականություն բան մի կողմ դնեմ, այդ մարդկություն էլ չկա։ Այդ մարդուն իր ընտանիքին թորներով օդ են հանել, արա դուք բան չունեք ասելու, մարդկություն էլ չունեք։ Թե այդ մարդկայնությունները շարժվեց մենակ, որ Թուրքիայում երկրաշարժ եղավ։ Արագ, էլ ցավակցություն, էլ օգնություն ուղարկեցին, կարծես ձեր օգնության հույսին էին էլի մնացել թուրքերը։ Առհասարակ սրանց թրքասիրությանը չափ ու սահմանել չկա։ Ոնց որ Թուրքիայի պատրիոտ լինեն, այնքան է սրտները դողում։ Արդարադատության նախարարին հարցնում են. ինչու եք շոուով զբաղված։ Պատասխանում է. անվտանգության խորհուրդը գնահատել է, որ մեր երկրի անվտանգությանը սպառնացող վտանգ չկա։ Այդ ոնց է գնահատել։ Կա մի երկիր, որ հիմա կարող է գնահատել, որ իրեն վտանգ չկա։ Մակունցն էլ գուշակել էր, որ 44 օրյա պատերազմ Թուրքիան չի խառնվի։ ԱՄՆ-ն հարվածել է Իրանին։ Ով կմտածեր, որ երկրորդ օրը արդեն 10 երկրում պայթյուններ կլինեն։ Այսինքն, եթե դուք կանխատեսում եք, որ ամեն ինչ լավ է լինելու, ուրեմն դատելով փորձից վստահաբար պետք է պատրաստվել վատագույնին։ Չի կարող ամբողջ աշխարհը փոխվել, տարածաշրջանը փոխվել, դու ասես մեզ մոտ բան չի փոխվի։ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ենք նախաստորագրել։ Բոլոր ոլորտների պատասխանատուներին, սաղ գործադիր ու օրենսդիր ուսապարկերին հավաքել տարել է քարոզարշավ։ Իր պոստին ոչ մեկի չի թողել։ Ասում է արտգործնախարարին տեղյակ եք թոշակին ինչքան է ու հրհրում են։ Ասում են մենք մեր գործով ենք զբաղված, իսկ ով ասաց, որ այս փուլում դա է ձեր գործը։ Վաղը որ սրանց հարց տաս թե ինչպես են պատրաստվելու միգրացիոն հոսքերին, ասեն վատ է որ տները կթանկանան։ Սրանք ամեն ինչին այդ պրիմիտիվ կտրվածքով են նայում։ Իրանում 100,000-ին մոտ հայկական համայնք կա։ Ինչ եք անում իրենց հետ։ Տեղյակ եք ինչ է կատարվում։ Թե հայերի խնդիրները Հայաստանի Հանրապետության կառավարության խնդիրները չեն։ Այսօր ԿՊԱ-ական ուսապարկներ ասում, որ իրենց կառավարությունից ընդհանրապես ոչինչ կախված չէ։ Կարճ ասած, Հայաստանի իշխանության փոխանցած ազդակը այն է, որ մենք նրանց վրա հույս չկապենք։ Հայաստանը ինքնահոսի գնում է, ոչ մի անվտանգության բարձիկ չունենալով։ Իսկ ժողովուրդ ջան, 5 տարի հետ գնանք։ 44 օրյա պատերազմում մեր իշխանության պահվածքը ինչպիսին էր։ Էլի նույնը չէր, էլի թքած չունեին մարդկանց ճակատագրի վրա։ Կարևորը ամեն մեկը իր տանից իր կասկան վերցներ գնար մահվան։ Իրենք էլ ասեին հանուն ոչնչի է։ Այո, Իրանում պատերազմի պարագայում մեր երկրի իշխանությունը ցույց է տալիս իր ոչ կոմպետենտությունը։ Իսկ մեր պատերազմի ժամանակ ինչպես էր։ Սրանք ցույց են տվել ինչի են ընդունակ, քեֆեր, պարգևավճարներ, շոուներ։ Արձանագրենք, նման ծանր փուլում այսպիսի անվտանգության պատասխանատուների առկայությունը պարզապես հանցագործություն է։ Իրանում, որ պատերազմ է հիմա, ավելի լավ վիճակում են, քան մենք, որովհետև այնտեղի ղեկավարությունը հանուն իր երկրի պաշտպանության է։ Սրանք հանուն ինչի են։
Ընդամենը նախորդ թողարկմանն էի խոսում ճգնաժամային կառավարման մասին։ Սրանք տեղով ճգնաժամ են։